Միան տապանում հյուրընկալել եմ քաղաքագեթարություն Մկրտչյանին, զրուցելու ենք տեսակապով, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Փորձենք գնահատել Հայաստանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ եւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովների արդյունքները։ Մենք ունենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագրեր Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Հետաքրքիր է, որ իշխանության քննադատողները երկար ժամանակ ասում էին, ինչ բալանսավորված քաղաքականության մասին է խոսքը կամ Ռուսաստանի ազդեցության թուլացման, եթե անգամ բարեկամ Ֆրանսիայի հետ մենք չունենք ռազմավարական գործընկերություն։ Հիմա ունենք ռազմավարական գործընկերություն, բայց ասում են այդ հռչակագրերը ոչինչ են, եթե աշխատանք չտարվի։ Ինձ հետաքրքիր է, որպես արդյունք դուք ինչ կառանձնացնեք, ինչպես է գնահատում միջոցառումների անցկացումը, դրանց արդյունքը եւ ինչ մտահոգություն ունեք այդ աշխատանքների մասով, արդյոք ունեք մտահոգություն, որ հռչակագրերը այդպես էլ կմնան զուտ հռչակագիր եւ գործնական դրսեւորումներ չեն ունենա։ Շնորհակալ եմ կրկին անգամ։ Իրականում եկեք ֆիքսենք, որ սա աննախադեպ միջոցառումների շարք էր իրականացված Հայաստանի Հանրապետությունում, պատմական, եւ այս փաստի հետ չհաշտվելը առնվազն իրականության հետ չառերեսվել է կամ վերմակը սեփական մարմնի վրա քաշել փորձել է։ Առնվազն այսպիսի ուժեր եւս կան Հայաստանի Հանրապետությունում, որ փորձում են սեփականաշնորհել, սեփականացնել իրական ձեռքբերումները արդեն ռազմավարական գործընկերության եւ խորացող հարաբերությունների Հայաստան-Եվրամիության իրենցով անել։ Նախորդ շրջանում փոխանակ իրենք աշխատանք տանեին, քննադատում էին, որ բացարձակ աշխատանք չի տարվում, ընդհակառակը իշխանությունը Ռուսաստանի Դաշնության հետ կախվածությունը ել ավելի է մեծացնում, հարաբերությունները ել ավելի է սերտացնում, բայց գետնի վրա իրավիճակը բոլորովին այլ է։ Իրականում այս ստորագրված փաստաթղթերի եւ հռչակագրերի արդյունքները շատ մոտ ապագայում մենք կտեսնենք։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի Հանրապետությունը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ է ստորագրում, որը նմանատիպ առնվազն մի փաստաթուղթ կար Ռուսաստանի Դաշնության հետ եւ տարիներ շարունակ ընդհուպ մինչեւ հիմա մեր օրերում կան շրջանակներ, ովքեր Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր են համարում։ Ես մի առիթով հենց ձեր եթերում տարիներ առաջ, երբ որ այդպիսի միտք հնչեցրեցի, որ Ֆրանսիան ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնելու այն տեղը, որը որ զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ շրջանակները ինձ ծաղրի էին ենթարկում, փորձում էին իրենց մութ անկյուններից ծղրտոցներ արձակել, թե բա այս ինչ հեքիաթ եք պատմում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հիմա տարիներ անց եկեք արձանագրենք, որ սա իրականություն է։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ Ֆրանսիայի հետ թե արհեստական բանականության ոլորտում, թե նաև քաղաքացիներին ուղիղ առնչվող ոլորտներում, թե բարեփոխումների ծրագիր առաջ տանում, թե նաև տեխնիկական հագեցվածության խնդիր լուծում, մենք եկեք ուշադրությունից թող չվերիպի Airbus-ի հետ կնքված պայմանագիրը, որ Հայաստանի Հանրապետություն ուղղաթիռներ են ներմուծվելու, Ֆրանսիայի հետ արդեն իսկ ռազմատեխնիկական ոլորտում եւ բանակի բարեփոխման ճանապարհին ունենք անցած ճանապարհ եւ փորձ։ Սա դիվերսիֆիկացում չի, սա բալանսավորում տերմինը ես ինքս չեմ ընդունում, որովհետեւ ես բալանսավորումը ընդունելի կլինի ինձ համար եւ ընդունելի է ինձ համար այնքան ժամանակ, քանի դեռ կա հնարավորություն այդ բալանսը պահելու եւ հնարավորինս քիչ վնասներով Հայաստանի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին դեպի Եվրամիություն ճանապարհ տանելու մեջ։ Այստեղ ես ընդունում եմ, բայց ընդհանուր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դոկտրինի հիմքում դնել բալանսավորված արտաքին քաղաքականությունը ես չեմ կարծում, որ սա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից։ Սեպտեմբերի 3-ը հայտնի պատմական մեր հիշողության մեջ դեռ կա մեկ գիշերվա մեջ իրավիճակ փոխելու եւ Հայաստանի Հանրապետությունում մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն քաշ տալու։ Սա վատ ճանապարհ է։ Մեր բոլոր գործողությունները պետքա տանի դեպի
Եվրամիություն եւ Հայաստանի Հանրապետության Եվրամիության լիիրավ անդամ դառնալու վերջնական նպատակ սահմանվի։ Այս ճանապարհին կբալանսավորենք, կհակադրենք, թե ինչ կանենք, սա էլ ճկուն պետքա լինի դիվանագիտությունը ըստ պահի անհրաժեշտության, հաշվի առնելով ձեռքի տակ եղած հնարավորությունները, զինանոցը, դիվանագիտական զինանոցը եւ ամենակարևորը հանրության հետ բաց լինել։ Աշխատանք իհարկե պետքա տարվի, իսկ կներեք ով ասում, որ պետքա ռազմավարական գործընկերության փաստաթղթերը ստորագրելուց հետո աշխատանք չտարվի, սա հենց աշխատանք տանելու մասին պաշտոնական արձանագրում է եւ այդ աշխատանքը իրականում նորից եմ կրկնում եւ հանուն արդարության եմ կրկնում, կատարվում է։ Եվ սա ասում եմ ես իբրև արդեն ոչ միայն քաղաքագետ, այլ ասում եմ որպես Եվրաքվե նախաձեռնության այն 50 նախաձեռնողներից մեկը։ Ի տարբերություն իմ գործընկերների, ում հետ նախաձեռնել ենք, ի տարբերություն իրենց, ես վերմակը չեմ փորձում միայն այս կողմը քաշել։ Եվ հանուն արդարության պետք է նշեմ, որ օրվա իշխանությունները, ես իդեպ այն միակ եւ հատուկենտ, լավ էսպես ասեմ, որ գործընկերները չվիրավորվեն, այն հատուկենտ մարդկանցից եմ եղել, որ քննարկումների օրերին, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ստորագրությամբ մեզ պատվիրակել էին ազգային ժողովին ներկայացնելու մեր նախաձեռնությունը, քաղաքացիների նախաձեռնությունը, այն միակ կամ հատուկենտ մարդկանցից եմ եղել, որ հայտարարել եմ, որ օրվա իշխանությունները մուրճին իբրև արդարադատության սիմվոլ կապելու են Եվրամիության դրոշը ու գնան 26 թվականի ընտրություններին։ Եվ սա էլ է իրականություն, եւ այստեղ պետք է արձանագրեմ, իբրև նախաձեռնող խմբի անդամ Եվրաքվեի պետք է արձանագրեմ, որ իշխանությունները այո, մուրճով եւ Եվրամիության դրոշով հիմա գնում են ընտրությունների, վաղը քարոզարշավը կմեկնարկի, բայց պետք է ասեմ հանուն արդարության, որ իշխանությունները պատվով են այդ դրոշը կապել իրենց մուրճին ու գնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վստահության քվե ուզելու։ Ի տարբերություն Եվրաքվե նախաձեռնության շատ ներկայացուցիչների, ովքեր ունեին այդ հնարավորությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվել էին իրենց այդ հնարավորությունը, որպեսզի քաղաքական միավոր եւ բևեռ դառնային եւ այլընտրանքային ուժ հանդես գային, ոչ թե բալանսավորող լինեին, այլ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը օր առաջ Եվրամիության անդամակցության ճանապարհին գործոն լինեին, իրադարձությունների վրա ազդեցիկ լինելու հնարավորություն ստանային, մանդատ ստանային, բայց ինչ արեցին այս ուժերը, ես ներողություն եմ խնդրում, ավարտեմ, մի փոքր սահուն անցում կատարելով ներքաղաքական իրավիճակին։ Ինչ արեցին այս ուժերը, պայթեցրեցին Եվրաքվե նախաձեռնությունը, բառի բուն իմաստով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չտվեցին ընտրության հնարավորություն, ու հիմա կրկին անգամ 2021 թվականի օրինակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեծ ընտրության հնարավորություն տրված չէ։ Եվրամիության ճանապարհին իշխանությունը կատարում է հսկայածավալ աշխատանք։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները այլ մակարդակի վրա են տեղափոխվել։ Հայաստանի Հանրապետություն ի վերջո եվրոպական առաջնորդներին բերել է։ Սա հանուն արդարության եմ ասում։ Սա ես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների շարքին եմ պատկանում, որ իրերը կոչում եմ իրենց անունով։ Հայաստանի Հանրապետություն տասնյակներով եվրոպական առաջնորդների բերել է Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա ուզեք, չուզեք, իրականություն է։ Պարոն Մկրտչյան, բայց այդ եվրոպացի առաջնորդներին 2 տարուց իր երկիր է տանելու նաև Ալիևը եւ այստեղ ասում են ինչ արևմտամետության մասին կարող է խոսքը լինել, եթե նույն բռնապետական Ադրբեջան են գնալու եվրոպացի առաջնորդները։ Քննադատները այդ դիտարկումն էլ ունեն եվրոպական քաղաքական համայնքի հետ կապված։ Քննադատներին հորդորում է մատի եւ մատանու արանքը չմտնել։ Գույները չխտացնել, իրավիճակը չփորձել սևի ու սպիտակի երանգով ներկայացնել առնվազն, առավել եւս Ադրբեջանի մասով։ Ինչու՞, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունից ամեն հնչող այդպիսի հայտարարություն եւ ամեն առաջ տարվող այդպիսի տեսակետ, որը ըստ իրենց նաեւ պետքա դառնա արտաքին քաղաքականության հիմնաքար, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ հավելյալ այսպես առնվազն ջղաձգումներ է առաջացնում։
Չէ, եկեք հասկանանք, եթե սա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, գնանք այդ ճանապարհով։ Եթե ամեն ապրիլի 24-ի 23-ի երեկոյան այդ դրոշ այրելու հայտնի արդյունքներն արձանագրելու, այսինքն այրում են Երևանի կենտրոնում Թուրքիայի դրոշը, չեն ստանում որևէ արդյունք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության համար հավելյալ արժեք, ընդհակառակը հավելյալ ճշտամանք են գեներացնում մերօրյա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, եկեք այդ ճանապարհով գնանք, եթե սա է ընտրություն։ Ներողություն, դա հետո ինչ։ Իսկ ձեզ ով ասեց, որ Ալիևը չի ուզում իր երկիրը, Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ իր մասով կախվածությունը նվազեցնել կամ զրոյի հավասարեցնել։ Իսկ ով ասեց դա։ Ի վերջո Ալիևը չէ, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների հետույքին քացի տալով Լեռնային Ղարաբաղից ուղակի դուրս վռնդեց։ Սա բարի ուղիղ եւ փոխաբերական իմաստով է։ Եթերային բառապաշար օգտագործենք, Սա պարոն Մկրտչյան։ ներողություն, եթե Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները լսում են, ընդհանուր նրանց մոտ տեսահոլովակներ կարող է այդպիսի արձանագրված լինեն։ Ադրբեջանցուց հավ գողացած Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների վրա սովի ժամանակ վաճառածները չեն այդ խաղաղապահները, ինչի դուք իմ լեքսիկոնը գետնի վրա չեք կարողանում արտացոլել կամ հայրենակիցները չգիտեն, որ դա գետնի վրա իրականություն է եղել։ Սա ինչ էր, եթե ոչ Ռուսաստանի Դաշնության ազդեցության լծակների տակից դուրս գալ եւ նվազեցում Ալիևի կողմից։ Իսկ ինչի պետք է Ալիևը Եվրոպայի հետ հարաբերությունները չխորացնի։ Կա աշխարհում կամ այս տարածաշրջանում հետ խորհրդային որևէ երկիր, որ չի երազում առնվազն, չի երազում եվրոպական ստանդարտներին մոտենալ եւ Եվրոմիության լիիրավ անդամ դառնալ։ Կա այդպիսի մեկը, ինչի Եվրոպայի սրտում բռնապետ չկար։ Հունգարիայի վարչապետը ձեզ օրինակ, որ վերջում ընտրությունների արդյունքով ի վերջո պարտավեց, ինչի բռնապետական հակումներ չուներ, Պուտինի հետ սիրավեպ չուներ։ Պարոն Մկրտչյան, ուշագրավ է, որ Ուկրաինայի նախագահի այցը եւ նաեւ Մակրոնի այցը հայտարարությունները ակնհայտորեն մեղմ ասած չեն մարսվում դաշնակից Ռուսաստանի կողմից։ Դա այն աստիճան է երևում, որ Մեդվեդևը Զելենսկի-Փաշինյան հանդիպման անդրադառնալով նշել է. Մեջբերում եմ, Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել իրենց վնասակարության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ դա եղել է տեսախցիկների առջև, իսկ հետո նրանք շատախոսել են իրենց ծանոթ, հիանալի եւ հզոր լեզվով։ Այստեղ էլ չեմ խոսում Մակրոնին ծաղրելու եւ դատապետելու մասին նրանց արձագանքների մասին, սա ծանրակշիռ եւ հզոր երկրի արձագանք է, շատերս ակնկալում էինք, որ Ռուսաստանը այսպես կարտահայտվի, այսպիսի արձագանք կլինի, բայց սա ինչի մասին է։ Ես պետքա Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի հայտնի այդ երկտողով սկսեմ, նравիցը, ծիրպի մայա կրասավիցը։ Պուտինն ասում էր ուկրաինացիների վրա հարձակվելուց առաջ Զելենսկուն։ Հիմա թող դուրա գալի իրեն այդ գեղեցկուհուն Կրեմլում նստած, թե դուր չի գալիս իր լեքսիկոնով, հայերենով թարգմանաբար, ինքը պետքա համբերատար սպասի։ Մեդվեդևի մասով Մեդվեդևի մուտքը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում Մեդվեդևին պենսոնա նոն գրադա ճանաչելու հարցը այլևս պետքա լրջագույն քննարկման առարկա դառնա։ Ինչու՞, որովհետև Մեդվեդևի վերջո սա հարբած վիճակում ջղաձգումների արդյունք է Մեդվեդևի կողմից այս վերջին հայտարարությունը, բայց ի վերջո եկեք չմոռանանք, երբ որ ինքնասառեցված տերտերը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ցույցեր էր գեներացնում, ցույցեր էր իրականացնում, եթե չեմ սխալվում, այդ օրերիների, եթե սխալվում եմ, թողներեն ինձ հեռուստադիտողները, համենայն դեպս այդ շրջանում, երբ որ վայ ընդդիմադիրները իրենց գրպանային ընդդիմադիրները Հայաստանի Հանրապետությունում մարիոնետկաները դուրս էին եկել փողոց եւ ինչ-որ շարժում էին կամ իմիտացիա էին ստեղծում այդպիսի, որ իրենք շարժում են գեներացնում, Մեդվեդևը ֆիզիկական ոչնչացման, պետական
առաջին դեմքերին Նիկոլ Փաշինյանին ուղված ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է տեղացել։ Ու ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջև այս պահը գործ չի հարուցել։ Լեզվի մասով Էլի նравится ծիրպի մայա կրասավիցը։ Սա Վլադիմիր Պուտինի Կոպիրկինը թող թարգմանի հատուկ ուղարկի։ Տեսեք, լեզվի մասով ես այլ առաջարկ ունեմ։ Սա առաջարկ եմ ուզում ձևակերպել։ Քանի որ Հայաստանի եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել եւ Ֆրանսիայի հանրապետության նկատմամբ մեծ սեր համակրանք կա մեր հայրենակիցների շրջանում, գրեթե բոլոր նախագահների, իսկ նախագահ Մակրոնի մասով ավելի շատ, ես առաջարկում եմ ռուսերեն լեզվի այն դիրքը, տեղը, որ տրված է հանրակրթական ոլորտում, մեր երեխաներին դպրոցներում դասավանդելու առումով ռուսերեն լեզվին, ռուսաց լեզվին, ես առաջարկում եմ տալ ֆրանսերենին։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինձ համար ավելի գերադասելի է, որ լինեն ավելի ֆրանսախոս, քան ռուսախոս։ Եվ վաղուց պետք է Հայաստանի Հանրապետությունում սա քննարկման առարկա լինի։ Ես չեմ խոսում պետական լեզու դարձնելու մասին, այլ խոսում եմ ռուսերենը մեր լեքսիկոնից, մեր հանրակրթական ոլորտում իր տեղը մի փոքր զիջի ֆրանսերենին եւ մի քանի տարի հետո մենք կարողանանք հասնել այն իրավիճակին, որ ամբողջությամբ ռուսերենը դուրս մղվի մեր հանրակրթական ոլորտից եւ հատուկենտ ցանկության պարագայում միայն այդ պարագայում ռուսաց լեզուն դասավանդվի եւ խորացված դասավանդվի։ Իսկ հետևանքները պատկերացնում եք, պարոն Մկրտչյան։ Ինչ հետևանքներ է ուղղություն։ Եթե մինչև այս միջոցառումները արդեն ջերմուկի 1 միլիոն շիշ անդամ պետություն ենք, բարեկամ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի կողքին, այդ թվում մի փոքր պատմական ակնարկ, ցեղասպանության օրերին, ցեղասպանության տարիներին, բարեկամ Ֆրանսիան եղել է հայ ժողովրդի կողքին։ Որտեղ է եղել բոլշևիկյան Ռուսաստանը։ Որտեղ է եղել։ Կարելի է իմանալ, իսկ կարելի է մի օր մտածել ավելի բարձր, բոլշևիկների արխիվները որ բացենք ինչեր կպարզվի։ Կներեք էլի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուվերենությունը հենց այսպիսի հարցերում է ընդգծվում եւ իցույց դրվում։ Ինչ հետևանքների մասին է խոսքը։ Դե խնդիրներ ունենք արդեն ջերմուկի հետ կապված, օզոնը Վալդբերեսը թույլ չեն տալիս հայ արտադրողներին այդ հարթակներում վաճառել իրենց ապրանքները։ Հարգելի Էլիզա, մենք խնդիրներ հավաստիացնում եմ ձեզ, ունենալու ենք դեռ 1 ամիս եւ մի փոքր գուցե ավել, որովհետեւ սրանք դեռ հետընտրական ինչ-որ պրոցեսների մասին են խոսում։ Սա էլ է նոնսենս։ Իրենց գրպանայինները։ Խնդիրներ լինելու են։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իրենց թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մի բալոն հեղուկ գազով, չգիտեմ, խոպանի 2 կոպեկով կամ այնտեղ ապրող մեր շատ սիրելի հայրենակիցներով կարան ահաբեկեն, չարաչար սխալվում են։ Չարաչար սխալվում են ու թող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սա ֆիքսեն, որ մեր երկրի դեմ տարվում է արդեն իսկ բացահայտ, ակնհայտ, ել չեմ կարող ասել հիբրիդային, որովհետև հիբրիդայինը անտեսանելի է եւ թողնում է հետևանքներ, այստեղ գետնի վրա ջերմուկը արգելել են։ Հեղուկ գազը շուկայում թանկացել է։ Լարսում արհեստական խնդիրներ են ստեղծում։ Հետո չգիտենք, եթե մենք այդքան միամիտ ենք, որպես ժողովուրդ, որպես հանրույթ, որպես հասարակություն, որ պետքա մի փոր հացով, ստամոքսով, մի բալոն գազով մեր երկիրը, մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, մեր երեխաների վաղվա ապագան դնենք կասկածի տակ, ժողովուրդ ջան, չգիտեմ, աշխարհում այդպիսի ժողովուրդներ կան, օրինակ ցիգանները, մենք կարող ենք իրենց մակարդակին հավասարվել, պետականություն ուղակի կորցնել։ Իրենց պես էլ ծրված ենք աշխարհում եք։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Տևական ժամանակ հորդոր էր հնչում Սամվել Կարապետյանին մտնել ուղիղ եթեր, խոսել, այսօր Սամվել Կարապետյանը տվել է իր առաջին ասուլիսը, ճիշտ է ամբողջությամբ չհասցրեցի լսել, բայց լսեցի մեկ հայտարարություն, որը անպայման ուզում եմ մեջ բերել, ասում է գնում ենք բացարձակ հաղթանակի եւ իր վստահությունը պայմանավորված է ոչ միայն հարցումների տվյալներով, այլ նաև Նիկոլ Փաշինյանի բացարձակ ցածր վարկանիշով, ասում է ընտրությունների հաջորդ օրը ես եմ լինելու վարչապետ, երբ լրագրողը նրան հարց տվեց, թե ինչ պլան B ունեն, եթե իրենք չհաղթեն ընտրություններում, ասում է հաջորդ օրը ես եմ լինելու վարչապետ, ընդ որում օրինական ճանապարհով են գնալու այդ հաղթանակին եւ ասում է եկեք հիմա անիմաստ բաներ չքննարկենք, այսինքն ես եմ լինելու վարչապետ եւ վերջ։
Ես Վստահությունը դուք ինչով կպայմանավորեք, կմեկնաբանեք։ Ես ձեր թույլտվությամբ կվերադառնամ ձեր հարցի պատասխանին եւ անպայման կպատասխանեմ, բայց այս համատեքստում, քանի որ վաղը մեկնարկում է քարոզարշավը, օգտվելով առիթից ձեր լսարանին եւ մեր հայրենակիցներին դիմում եմ որևէ պարագայում ընտրական օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը չխախտել, ընտրակաշառքների խոստումների չտրվել, չշահագրգռվել, որովհետև դա կարող է ճակատագրի իրենց իսկ ճակատագրի վրա լրջագույն ազդեցություն թողնել։ Տեղեկություններ, որ որոշ շրջանակներ կապ չունի ինչպիսի շրջանակի մասին է խոսքը, ընտրակաշառք են բաժանում եւ ընտրակաշառքով շահագրգռում են կամ հակած շալվարով անգամ շահագրգռում են, չգիտեմ, սոխի սերմով, սելիտրայով, տուկի թելով, մուրաբայով, ինչով ուզում ա լինի լավ աշխատանքով, խոստումով, ապա թող գրեն իմ Facebook-յան էջին եւ ես նրանց անձի գաղտնիությունը 100% երաշխավորում եմ։ Սա մետաստազա, ախտա, որի դեմ պետքա պայքարել։ Վերադառնալով ձեր հարցին, fake իրականությունը, որ փորձում են ստեղծել իրենց շուրջ, գիտեք, բնորոշ օրինակ մանկապարտեզներում երեխաներին ոնց են գույները օրինակ սովորեցնում։ Դեղին գույնը անընդհատ գույները դնում են դեղինի մոտ։ Սա ինչ գույն է երեխաներ, դեղին։ Սա ինչ գույն է երեխաներ, դեղին։ Երեխաներ, սա ինչ գույն է, դեղին։ Եվ եթե այդ երեխաներին, որոնք գույները դեռ չեն ճանաչում կամ վատ են ճանաչում կամ խառնում են, կարմիրին անընդհատ մատնացույց անեն եւ ասեն, սա ինչ գույն է երեխաներ, դեղին, սա ինչ գույն է երեխաներ, դեղին, հավաստիացնում եմ ձեզ, երեխաները կարմիրը կճանաչեն դեղին։ Եվ առավոտից երեկո գոռալով, որ ուժեղ, ավելի ուժեղ, շատ ուժեղ, ահա որ ուժեղ եւ այլն, դրանով ուժեղ չեն լինում։ Առավոտից երեկո հայտարարել, որ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է, 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 էլի իրականությունը չի փոխվում, այդ մարդը չի կարա լինի վարչապետ։ Չի կարա ուղղակի լինի, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թույլ չի տալիս։ Հաղթելու մասին ես լիքը շատ, ավելի շատ կասկածում եմ, որ իրանք կարան հաղթեն։ Ես վստահ եմ, որ իրենք չեն հաղթելու։ Իրենց այն թիմը, այն փոքրիկ խմբակը, որ առաջադրվել է պատգամավորի տեխնացու, ունենալու է մի հատ փոքրիկ խմբակցություն խորհրդարանում, քաղաքացիական պայմանագրից կամ իշխանությունից աշխատավարձ ստացող։ Ոչ ավելին, սա է իրանց տեղը, դերը, որը պետքա զբաղեցնել, իսկ եթե ավելի խորը գնանք եւ ավելի լուրջ ակնկալիքներ ձևակերպենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ, այս մարդիկ ուղղակի մանդատ ունենալու իրավունք անգամ չունեն, բարոյական դաշտի վրա եմ ես տանում խոսակցությունը, ոչ թե իրավական։ Իհարկե, ովքեր Հայաստանի Հանրապետությունում օրենքներով կաշկանդված չեն եւ կարող են առաջադրվել, թող առաջադրվեն, իրենց իրավունքն է, ժողովրդավարական երկիր է, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին սրանց մանդատ պիտի չտա։ Մանդատ ուղակի պիտի չտա, մոտիկ պիտի չթողի մանդատի, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը, ում տեղն եք դրել ժողովրդին։ Հակած շալվարով մարդկանց շահագրգռող չեք։ Տելևիզորով, չգիտեմ ինչով, Պուտինը չի ձեր երաշխավորը, ներողություն։ Ում էր Պուտինն ասում, էսի հարց եմ տալի, ձևակերպում եմ։ Դատի չտակ պարապ իրավաբաններ։ Չնայած այդ իրավաբանների քեսից շատը հիմա պատգամավորի տեխնացու է իրանց մոտ։ Զբաղված են, վաղն էլ քարոզարշավը մեկնարկում է։ Պուտինը չէր երաշխավորում, ում մասին էր խոսում այդ տեխնացուներից, ում ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, որ ասեց, բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են։ Էս ինչ վերաբերմունք է։ Ասենք, բան է էլի, ներողություն Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը ասպատակություններ շատ է տեսել։ Ասպատակություններ օտար շրջանակների կողմից,
Շատ-շատ ատես է։ Տեր Պետրոսյանը 2007-8 թվականներին անգամ այդ կառավարման տարիները թաթար-մոնղոլական կառավարման համակարգի հետ տարավ համեմատեց։ Այսինքն դա էլ մի ասպատակության ձև էր, որի մասն են կազմել իրենք կամ իրենց ընտանիքի անդամները։ Ինչի մասին է խոսքը։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հանդիպում եմ եւ կարծում եմ, որ հունիսի 8-ը մի հերթական որևէ հայկական լավ ուտեստի, որի հետ կարելի է մեկ գավաթ օղի կամ չգիտեմ գինի բարձրացնել ու նշել հայ ժողովրդի հաղթանակը, որևէ մի բանի փառատոն պետքա ստեղծել, հորինել, այդ ժողովուրդը արդեն ինքը ինքնաբուխ կանի։ Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին տոնելու է իր հաղթանակը, որովհետև հիմա քաղաքացիները իրենց տներում նստած այդ կմկմացող հայտարարությունները լսում են, որ 3 բառից ավել 5 բառը լավագույն դեպքում ավել նախադասություն չեն կարողանում ուղակի ձևակերպել, կամ եթե ձևակերպում են, մարդկանց մոտ խորը կասկած առաջանում, էս ոնց եղավ, էս ինչ էր, կամ արհեստական բանականության մատով խառը չի։ Ժողովուրդը իր համար տունը նստած հետևում է ու գնալու է ընտրատեղամաս գրողի ծոցը ուղարկի Կիրիենկոյի բոլոր պոտենցիալ տեխնացուներին, ով էլ իր վրա կվերցնի, թող գնա ու դատի տա։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։